Ահա, ողջունում եմ բոլորին։ Մի քանի րոպե զրուցենք, մինչև կմիանան մեր մասնակիցները, այսօր ովքեր կգան մեր էներգիային, կուզենան այդ էներգիայից օգտվեն, կուզենան այդ էներգիան ինտեգրեն։ Ինչ էի ասում, մայիսի 5-ին մենք անցել ենք մի հատ շատ ուժեղ պորտալի միջով, ովքեր որ զգացել են, ու գիտեմ, որ այստեղ բոլորդ էլ արդեն զգում եք կոլեկտիվ այդ փոփոխությունները, կոլեկտիվ շիֆտերը անգլերեն ասած։ Ինչա տեղի ունենում այդ շիֆտերի ընթացքում, հնարավոր է էմոցիոնալ մի քիչ սենց ձեր մոտ խառնվի ու գնաք, գիտեք, ոնց մենակության, գնաք, որ աշխարհում դուք մենակ եք մնացել, որ չկան էլ մարդիկ, չկան էլ հոգիներ ձեզ տեսնող, ձեզ լսող, բայց դա այդպես չի։ Ինչա տեղի ունենում իրականում մաքրում էինք մենակության հենց այդ ծրագրերը, խորքային եկած, դարերով, հազարամյակներով ու մի քանի կյանքերից եկած, այն հոգիները, ովքեր որ պատրաստ են, ովքեր որ միանում են այդ կոլեկտիվին արդեն, կոլեկտիվ գիտակցությանը, այն գիտակցությունը, որը որ մենք ինտեգրում ենք հիմա մեր այս խմբի միջոցով անհատապես, ինտեգրում ենք հենց երկիր մոլորակ, օգնում ենք մեր հայային, դա տեղի կունենա գիտակցված թե անգիտակից, դուք դա անում եք քնի միջոցով, դուք անում եք ձեր երազներում, դուք անում եք դա բոլոր շերտերում, եթե նկատել եք հիմա ձեր երազները ավելի հետաքրքիր են դառնում, կամաց գնալով փոխվում է իմաստը, փոխվում է, գիտեք ոնց ավելի մանրամասն եք տեսնելու, ավելի հստակ եք տեսնելու, բայց իմաստ չի ունենալու շատ ժամանակ ձեր երազները, ինչի, որովհետև երազները գիտեք ինչ անում հիմա, ձեր կարմային շրջաններ եք մաքրում, խորքային, որոնք որ ձեզ օգնում են դուրս գալ, որոնք օգնում են ձեռք բերել նոր շունչ, նոր ստեղծագործ էներգիա, նոր կյանքը, նոր քայլեր, եթե սկսել եք այդ քայլերը ավելի իմաստավորելու ինքներդ ձեր համար, որովհետև այսօրվա պրակտիկան ինչի համար կա, որ չէ, խոսել ենք հենց այդ մեր ներսի ձայները, որոնք որ մեզ ուղղորդում են, որոնք ուղղորդում են ձեզ անընդհատ, բայց դրանք չեն ուղղորդում ձեզ միշտ, իրանք շատ լավ ձեր կոմպաս են, իրանք շատ լավ կողմնացույց են ձեր կյանքում հանդիսանում, որովհետև իրանք ցույց են տալիս, թե որտեղ եք դուք նախ դիմադրություն ձևակերպում ձեր կյանքում, դիմադրության մեջ եք, պայքարի էներգիայի մեջ եք, դուք այդտեղից գործում եք, այդտեղից հանդիպում եք ձեր ընկերներին, այդտեղից երկուսում բան, բայց ձեր ներսում մի հատ ձայն կա, որ ինքը անընդհատ ձեզ ուղղորդում է, որովհետև դա ձեր հոգու ձայնն է, որը որ անընդհատ ինքը ասում է այսպես պետք չի լինի, ես արժանի չեմ այս իրականությանը, ես արժանի չեմ այս գործին, որը որ եթե ասեմ ձեզ չկա մի գործ, որը որ ձեզ հաճույք է պատճառելու, բացի լինելիությունից, լինելիությունը գործ բառը իր հետ չի բռնում երբեք, բայց մինչև կանցնենք ավելի մանրամասն, մենք ունենք նոր մասնակիցներ, ես ուզում եմ ողջունեմ ձեզ, ես ուզում եմ ողջունեմ ձեր այդ հոգու արած քայլը, հոգի ասելով դուք հասկանաք մենք ինչ նկատի ունենք, այստեղ մենք ինչ խոսում ենք էներգիաների մասին, խոսում ենք գիտակցության շերտի հետ կապված, որ գիտակցության շերտի, որը որ ձեզ հետ է վերադարձնելու ձեր ուժերին, հետ է վերադարձնելու ձեր էներգիային, որը որ ուզենալու եք գնալ կյանքի նոր էտապներ, կյանքի ավելի վառ գույներով է լցվելու ձեր կյանքը, առատությամբ, լցվելու է նոր իրականություններով, նոր մասնակիցներ ջան, ստեղ բառերով մի փորձեք հասկանալ, բառերը օգնել են ձեր ուղեղը, որ փորձի հասկանա իմաստը, ինչ որ ձև իմաստավորի իր համար, բայց փորձեք այս ամեն ինչը ֆիլտրել ձեր սրտով, փորձեք ձեր սրտով անցկացնել, որովհետև ձեր սիրտը ինքը ամենամաքուր ֆիլտրն է, որը որ ամեն ինֆորմացիա, որը որ դուք ընդունում եք, ամեն ինֆորմացիա, որը որ դուք կարողանում եք ձեզ թույլ տաք, վերեք ձեր կյանք, վերեք ձեր այսօրվա կյանք, դա օգնում է ձեր սիրտը, ձեր սրտի ընտրությունը։ Դուք այտենց եք ընտրում ընկերներ, դուք այտենց եք ընտրում, ասենք ձեր ուզած մեքենա, գույն, շորեր, մեյքափ, տարբեր տեսակի բաներ, ինչի համար, որովհետև ինչն է ֆիլտրում, այսինքն եթե կա վերցնենք կապույտ եւ կա կանաչ ինչ-որ բան, չէ՞ որ չկա այդտեղ, դուք չեք հաշվարկում իր ինչ-որ մաթեմատիկական արժեքը, ինչ-որ իր թվաբանական արժեքը, չէ՞ որ դուք իրականում դա ուղեղը անում է ամեն ինչ, բայց չէ՞ որ դուք վերջում որոշում եք կայացնում սրտով այն օրգանը, որը որ ինքը ունի իր գիտակցությունը, ունի իր հիշողությունը, սիրտը երբեք չի հիվանդանում, սիրտը մաքուր է ամեն տեսակ
մեր օրգանիզմից ինքը ոնց որ առանձին է գործում, որովհետև ինքը մեր յիդրոն է, ինքը մեր այն միջուկն է, որը որ օգնելու է ձեզ կարողանաք, գիտեք ինչ անեք, կարողանաք գնաք նորի, կարողանաք գնաք այն իրական ձեր ուժը, որը պետքա հիշեք, ընդամենը հիշեք։ Ու այսօր ինչա տեղի ունենալու, այսօր հիշելու եք ձեր ուժը, այսօր հիշելու եք այն ամբողջականը, որը որ դուք ձեզ պետքա թույլ տաք, պետքա թույլատրեք, որ ձեր այդ ներսի խոսակցություններից մաքրվեք, դուք ձեր ներսի այդ խոսակցությունները, գիտեք ոնց, շատ արտահայտություններ կա, չէ՞ որ ասում են մեր մտքերը մերը չեն։ Իսկ ումն են մեր մտքերը, ես միշտ այդ հարցն եմ տալիս։ Դա գիտակցության մի հատ մակարդակ է, որտեղ որ այո, կարենք մենք այդտեղ մնանք, անընդհատ խոսենք դրանով, շատ խմբեր կան, շատ տարբեր տեսակի սատսանք խմբեր կան, որոնք որ գնում են խորանում, ասում են մեր մտքերը մերը չի, մեր մարմինը մերը չի, մենք չկանք, աշխարհը չկա, եւ այլ, օքեյ, եթե մեր ուշադրությունը դնենք չկայի վրա, իհարկե չկա, որովհետեւ մեր ուշադրությունը մեր այստեղ ամենաթանկարժեք էներգիան է, ամենաթանկարժեք, ամենաարժեքավոր բանն է, որ մենք ունենք։ Ինչ է ուզում ասել նորեկներին։ Մենք չաթը ուսումնասիրեք մեր չաթը, հենց որտեղ որ հիմա հանդիպումը անցկացնում ենք, մենք այստեղ ունենք շատ հանդիպումներ, շատ պրակտիկաներ, սկսած սեպտեմբեր ամսվանից կամ օգոստոս, եթե չեմ սխալվում, կան տարբեր տեսակի պրակտիկաներ, դուք կտեսնեք ամենասկզբից, համ կծանոթանաք բառապաշարին, համ կծանոթանաք թե ինչ աշխատանք են կատարում, համ կտեսնեք տրանսֆորմացիոն խմբի, թե ինչ ծրագրերից ենք մաքրվել, կտեսնեք թե ինչ ուժ ենք հետ վերադարձրել, այն ուժը, որ մեզ է պատկանում։ Նայեք այդ նոր հանդիպումները, նայեք, տեսեք, թող ընդունեք, հասկացեք դուք որտեղ եք գտնվում, հասկացեք թե աշխարհը որ ուղղությամբ է հիմա զարգանում, պատահական չէ որ հիմա սկսել եք ծանոթանալ էներգիաների մասին, պատահական չէ որ սկսել եք լսել այդ ամեն ինչի մասին։ Այսօրվա աշխատանքից ասեմ մի փոքր ինչ ենք անելու, ես այսօր ձեր համար պատրաստել եմ այն ամենահետաքրքիր ու ամենաուժեղ կոդերը, ուժեղ ասելով այն կոդերը, որոնք որ ձեզ տալու են ձեր կյանքի նոր շունչը։ Հիմա ուզում եմ հատարատ անցնեմ մեր այսօրվա պրակտիկա։ Մենք ամեն անգամ ես գրում եմ, չէ՞, կետարկետ, բայց ես ինչքան է որ փորձեմ գրեմ, գիտեք, պրակտիկային ովքեր որ մասնակցում են, պրակտիկաների ժամանակ լրիվ ինքը սրտով է սկսում ու սրտով էլ գնում է մինչև վերջ։ Դա անբացատրելի մի բան է, ու ինչ է տեղ ունենում։ Այսօր մենք դիտարկելու ենք մեր ներսի դաշտը։ Ինչ է տեղ ունենում։ Երբ որ ներսի ձայները, մի հատ գիտեք ինչ եկեք անենք, եկեք բոլորով մի հատ խորը շունչ ենք քաշում, հիմա քթով ու հողանցում կատարենք ոտքերով, որ ուղղակի ովքեր որ ում համար նոր է, ուզում եմ որ ձեր ոտքերով հիմա էներգիան անցկացրեք դեպի երկիր, ձեր պատկերացման ուժով, ովքեր որ դեռ չեն զգում, օգտագործեք ձեր պատկերացման ուժը։ Ուզում եմ հիմա նորից խորը շունչ քաշեք քթով, 3 անգամ արեք ինքներդ։ Խորը շունչ ենք քաշում քթով, ուռացնում ենք մեր որովայնը, մեր փորի հատվածը։ Ու բերանով արտաշնչով ոտքերով իջացրեք էներգիան դեպի երկիր մոլորակ, ոսկեգույն արմատներ, ծառի արմատներ պատկերացրեք ու իջեք մինչև երկրի կենտրոնը ու հողանցում արեք։ Մի հատ էլ, երրորդ անգամ, նորից ենք շնչում։ Ու նորից արտաշունչ, մինչև երկրի կենտրոն, ունդեղից հետ ենք վերադառնում։ Ու ինչա տեղ ունենում։ Երբ որ ինչի համար ենք մենք ասում ինչպես դիտարկել ներսի դաշտերը, որովհետև կյանքում դուք գործում եք, ձեր առօրյայում ապրում եք, ձեր անընդհատ դուք տեղից եք, ձեր ներսի ձայնը, ձեր ներսի զրույցը, երկխոսությունը ձեզ ուղղորդում է ամեն տեղ, ամենուր։ Ու ինչա տեղի ունենում։ Դա գիտեք ինչա տալիս ձեզ։ Դուք գտնվում եք ինչ-որ մի գործընթացի մեջ, տան գործեր եք անում, կամ ինչ-որ աշխատանք, կամ ինչ-որ զրույց, ինչ-որ շրջապատ, ինչ-որ տեղ, բայց ձեր ներսից մի հատ ձայն կա, որը որ ասում է դու սրան արժանի չես, դու սրան արժանի չես, այս գործը քո համար չի, այս աշխարհը քո համար պետքա ուրիշ ձև ներկայանա, դու պետքա գործես ուրիշ տեսակ, ուրիշ ձև, ու այդ ներսի ձայները իրանք իրականում չեն գալիս ձեր ցավից ներսի գտնվող, կապ չունի մարմնական թե հոգևոր, կապ չունի դուք դա երեխա ժամանակից եք պահում, թե երբից եք պահում երիտասարդ տարիքից, դա ընդհանրապես տարբերություն չի տալիս ձեզ,
բայց ինչա տեղի ունենում, այդ ցավը, որը որ կրում եք, դուք սկսում եք այդ ցավին անընդհատ ոչ ասել, որ դուք արժանի չեք այդ ցավին, որ դուք արժանի չեք այդ ցավին, որ կյանքը ձեր այդպես է, որ կյանքը ձեզ այդպես է ուղղորդում։ Կապ չունի ցավը որտեղ եք զգում։ Ցավը զգալու եք մարմնում լարվածության տեսքով, զգալու եք կուտակված ինչ որ սառցագնդի նման եք զգալու, կլինի դա կոկորդում, կլինի դա որովայնում, մեջքի հատվածում, կլինի մեր ներքևի մեջքի հատվածում, ծնկներում, տարբեր մարմնի մասերում, բայց այդ ցավը ձեզ գիտեք ինչ է տալիս։ Այդ ցավը ձեզ ուղղորդում է, որ դուք հասկանաք ինչ դիմադրություն կա ձեր ու կյանքի հանդեպ, որտեղ է գտնվում ձեր կյանքի ու այդ ճշմարտության, ձեր իսկ ճշմարտության հանդեպ դիմադրությունը։ Ու ինչ է տեղի ունենում։ Այդ դիմադրությունը ստեղծում է պայքար։ Դիմադրության էներգիան ձեզ չի թողում ցավը ապրել։ Իսկ երբ որ ցավը չեք ապրում, այդտեղ կրկնակի է մտնում, գիտեք ինչ է, նորից դիմադրության էներգիա կյանքի հանդեպ, ձեր չիրագործած այն ցանկությունների, դուք չեք թողում ինքներդ ձեզ զգալ։ Դրա համար կենտրոնանում ենք ցավի վրա, կենտրոնանում ենք անդադար այդ ցավի ու անդադար ցավը ուզում ենք մենք մերժենք, ուզում ենք ցավը արագ լուծվի, ուզում ենք ցավից արագ փախնենք։ Բայց պետք չի հիմա, ժամանակ եկել է, որ ցավից չփախչեք, եկել է ժամանակը, որ ցավը պետք է մենք ուրիշ ձև դիտարկենք, ցավը դա էներգիայի աղբյուր է, դա այն դարպասն է, որը որ ձեզ տանելի է ձեր ներսի այն նոր շունչը, որը որ ուզում եք ապրեք։ Այսօրվա աշխարհը ձեզ ամեն ձև փորձելու է շեղի ու իրանք շատ լավ աշխատանք են կատարում, իրանք շատ լավ մարքեթինգ են անում այսօրվա իրականությունը։ Եթե չեք նայի, ես երեխաների մասին հանդիպում եմ, մեր ներքին երեխայի հետ հանդիպումը ես չեմ հեռացրել մեր խմբից, ես չեմ ջնջել, թողել եմ որ անեք, որովհետև մայիս ամիսը ձեր ներքին երեխայի ուժերի վերադարձման ամիսն է, ներքին երեխան այն որ փոքրիկ 5-6 տարեկանում ինքը սառել է կյանքի հանդեպ ու ինքը որոշում է կայացրել, որ ինքը պետքա անընդհատ շատ անի, ինքը պետք է անընդհատ ուժեղ ինքը երևա, անընդհատ պետք է ինքը ուժեղի դերը տանի ու ես դրա համար թողել եմ, որ դուք նորից անեք այդ պրակտիկան, խմբի նոր մասնակիցների համար էլ թող անեն, կապ չունի դուք երբեք միացել, որովհետև հոգու այն իմաստությունը, որը որ բացվում է, դա անսահման է, դա կապ չունի դուք արել եք պրակտիկաներ, թե չեք արել ձեր կյանքի ընթացքում, միակ կապ ունի այն, որ ձեր մարմինը էներգետիկ ինքը հարց է, ինքը կվերցնի այդ էներգիան, թե դեռ իր մարմնի համար շուտ է։ Մարմնի համար շուտ է ոնց է լինում։ Դուք ուղղակի չէիք լինի այսօրվա պրակտիկային։ Ուղղակի գործեր կառաջանային, ասեք դե ինչի՞ է այս պրակտիկան, ինչա տալու ինձ, չէ՞ որ ես ամեն ինչ գիտեմ, չէ՞ որ մեր ներսում մի հատ ձայն կա, հենց այդ ձայնը, որը ուղղորդում է անընդհատ, որի մասին որ խոսում եմ, ու ուզում եմ համ խոսամ, համ մի քանի հարցեր ձեզ տամ, հետո դուք ձայնագրության մեջ կնայեք, ուզում եմ ձեր ամեն հարցի առաջ ձեր թուղթուկրիչ վերցնեք, հիմա չենք անելու այդ աշխատանքը, հետո դուք ինքներդ եք անելու, կիրակի օրը կունենանք հարց-պատասխան, կիրակի օրը կունենանք հարց-պատասխան, այդ ժամանակ կարաք տաք ձեր հարցերը, որը որ ձեզ կհուզի, որը որ կուզենաք անցնեք, հիմա ձեր ներսի աշխարհը դիտելու համար։ Առաջինը, ինչ ձայներ եմ ամենաշատը նկատում իմ ներսում։ Ուզում եմ լրիվ ձեր այդ թափանցիկություն բացեք, թույլ տաք ձեր կյանքում մի անգամ ասեք այն ճշմարտությունը, որը որ չեք բարձրաձայնել երբեք։ Ինչ եք լսում, ինչն է ձեզ նեղացնում թեկուզ, ինչն է որ ձեզ խանգարում է, հետո որ ձայներն են տարիներ շարունակ ամենաբարձրը հնչել, որ ձայնն է ձեզ ուղղորդել կյանքի ընթացքում, կյանքի բոլոր էտապներում ու հիմա այսօր որ դուք պետքա գնաք ձեր լավագույն հանդիպմանը, պետքա գնաք ձեր ամենագեղեցիկ ու ամենահետաքրքիր կյանքի զարգացմանը, որն է ամենաբարձրը, որ ձայնն է։ Ներքին վստահության, հավատի ձեր, թե անինքնավստահության, թե տագնապի, թե ձայնը սկսում է դողալ, թե սկսում է վախերը առաջանալ։ Դրանք լրիվ նորմալ է։ Դուք մի մտածեք, որ ես հիմա խոսում եմ այս էներգիաներից ու այս գիտակցության շերտից, ես չեմ վախեցել, կամ հիմա ես չեմ վախենում, որովհետև վախը ինքը պատկերացրեք այն էներգիայի մի հատ ինքը զանգված է, որը ծառայում է ձեր համար կյանքում վառելիք։ Եթե սովորեք, դուք օգտագործեք։ Մենք այստեղ իրականում հիմա սովորում ենք բոլորով միասին, ես ձեր հետ կիսվում եմ այն ամենը, ինչը որ իմ համար ես փորձում եմ, ես չեմ գրքերից կարդում գալիս ձեզ ասում, ես փորձում եմ պրակտիկաների միջով ու ինձ տրվում է այդ գիտակցության շերտերը, դրա համար ես ձեզ փոխանցում եմ։ Ու վախը հանդիսանում է այն զանգված այն վառելիքը, որը որ ձեզ բրդելու է ամեն անգամ առաջ, ամեն անգամ մի քայլ առաջ եք գնալու, ոչ թե այդ լարվածության ու կամքից ելնելով, ոչ,
այլ հակառակը փոխելու եք, հասկանալու եք, որ դուք ստեղ արարչի կողմից ձեզ տրված, մեզ, ունենք մեր կյանքը, ունենք մեր ֆիզիկական մարմինը, դրանից բացի մենք ուրիշ ոչինչ չունենք, ունենք ժամանակը, ունենք ջուրը, օդը, հողը, կրակը, ունենք այն ամեն հրաշքները, որ մեզ տրվել է, բայց իրականում դա մերը չի, մենք կարող ենք պատասխանատու դառնալ մեր կյանքի էներգիայի համար, կարող ենք պատասխանատու դառնալ մեր ունեցած մտքերի ու ուշադրության համար, որտեղ է գնում էներգիայի հոսքը, որտեղ որ գնում է էներգիայի հոսքը, այդտեղ էլ սկսում է ծաղկել, այդտեղ էլ սկսում եք դուք տեսնել ձեր կյանքի այն փոփոխությունները, որին որ դուք սպասում եք, բայց դրանք լինում է, երբ որ ձեր ներքին աշխարհը դուք սկսում եք դիտարկել, նախ առաջինը ձեզ թույլ եք տալիս դիտարկել, եւ երկրորդը դուք թույլ եք տալիս, որ ասեք, որ դուք չգիտեք, սկսում եք հանձնվել ինքներդ ձեր այդ ձայնի առաջ, որը որ երեխա ժամանակից որոշում է կայացնում, որ ինքը ամենագետ պետքա լինի, որ ինքը պետքա ապահով լինի, դա մեր ներսի պաշտպանն է, մեր ներսի պահապանն է սկսում գործել, ինչու, որովհետև 3D աշխարհը, մեր ֆիզիկական աշխարհը, որը որ հին աշխարհն է արդեն, ինքը շատ հնացել է, այդ աշխարհը կառուցված է եղել այնց, որտեղ դու որ մտնում ես ինչ-որ խումբ, եթե դու ուտեղ շատ չես խոսում, ուտեղ դու ինչ-որ հետաքրքիր փաստեր չես ասում, որտեղ դու ուտեղ դու տեղեկացված չես այսօրվա ֆիլմերից, սերիալներից, այսօրվա աստղերից, պարազիտ տարբեր տեսակի էակներից, դու իրականում ուտեղ ոնց որ անելու բան չունենաս, որովհետև այդ աշխարհում չեն խոսում մարդիկ իրենց ներսի ճշմարտությունից։ Ճշմարտություն այն, ինչը որ իրանք փորձի կերպով արդեն ձեռք են բերել այս կյանքից։ Բայց հիմա աշխարհը փոխվում է ու վերափոխվում է նրան, որ մենք սկսենք խոսել մեր ճշմարտությունից։ Այո, դա ցավոտ է լինում, այո, դա մեզ դուրեկան չի, բայց եթե մենք ուզում ենք, որ սկսենք զգալ, որովհետև կյանքը ինչ է տեղի ունենում, մենք ապրել նշանակում է լինել։ Լինել նշանակում է զգալ նշանակում է հիշել ինքդ քեզ։ Հիշել ինքդ քեզ քո արժեհամակարգով։ Այն արժեհամակարգով, որը որ ինքը քեզ ներսում ունենք, չէ՞ մենք այն զգալու մասնիկը, որը որ մեզ թույլ չի տալիս, որ մենք ուղղակի վատ քայլեր անենք։ Ուղղակի այն մարդը, որը որ իր սրտի հետ ինչ որ գոնե 1% ինքը կապ ունի, ինքը չի անում դրանք։ Ինչու՞։ Այդ հարցերին պատասխանեք։ Հիմա ուզում եմ, որ ձեր վազող մտքից իջեք սիրտ ու սրտով հասկացրեք, որ ձայներն են այլևս իրական չզգացվող, բայց դեռ արձագանքում են ձեր ներսում։ Որոնք են, որ դուք գիտեք, որ դա ձերը չի, բայց ինքը տրիգեր է պետք իրան։ Մի փոքրիկ իրան պետքա բան անեն մարդիկ։ Մի հատ զանգ, մի հատ ձեզ ճանաչող մարդ։ Մի հատ փոքրիկ գալիս է, ասում է, հա դու չէ որ սենց ու գնաց, սկսում եք դուք ներսից արտանում է այն էներգիան։ Դրա համար ու այսօր անելու ենք աշխատանք պրակտիկայի ժամանակ ուզում եմ, որ դուք թույլ տաք զգալ ամբողջությամբ, մարմնով, ոսկորներով, ձեր բջիջներով, ամեն ինչով, ուզում եմ, որ այդ էներգիայի հոսքը մեր մարմնով ենք մենք դա անցկացնում։ Դրա համար շատ մարդիկ անց հիվանդությունների պատճառը լինում է կուտակված, որ իրանք խեղդվում են այդ չարտահայտվելուց, ու այդ դիմադրությունը ստեղծում է այդ էներգետիկ կուտակումները, ու իրանք սկսում են ունենալ կյանքի հանդեպ հիվանդություններ, ծանր վիճակների մեջ են գնում։ Բայց այդ մարդիկ երբ են կարողանում իրանք առողջանալ, երբ որ իրանք թույլ են տալիս, իրանք խոստովանում են, ու խոստովանում են ինչ, որ իրանք չգիտեն, որովհետև նորից եմ ասում, մեզ կյանքը հենց է ստեղծել, հենց ենք մենք սկսել այս աշխարհում ապրել, վազել իրականում։ Մենք որ ծնվում ենք, մենք սկսում ենք վազել կյանքում, աշխարհում կողմից ինչ որ սցենար է տրված մեզ, մարդը ծնվում է, երեխան, իրան միանգամից ասում են, սա քո անունն է, սա ազգանունն է, դու ես սենց մարդ ես, դու ես ազգից ես, այս ընտանիքն է, այս իրավիճակն է, սա դպրոց, համալսարան, կյանք, վազի, վերջ։ Ու մենք երբեք մեզ հարցեր չենք տալիս, իսկ ուր ենք մենք վազում, իսկ արդյոք մենք ուզում ենք վազել, ու ընդհանրապես մեր կյանքը վազքի մեջ է մենք ապրելը, ինչա տալիս մեզ կյանքը, կյանքը ինքը ամեն ինչ ձեր համար պատրաստած է, որովհետև այդ համակարգերը իրանք շատ հետաքրքիր ու շատ խորամանկ ձևով գիտեն ոնց իրանք օգտվեն այդ էներգիաներից, իրանք գիտեն ոնց տրանսֆորմացնեն, իրանք տես ինչ են անում, իրանք անընդհատ մեդիան, նորությունները, ֆիլմերը, տարբեր տեսակի երգերը, ինչ լսում եք, սկսեք ոչ թե պարանոիկ վերաբերվեք, այլ ձեր սրտով մի հատ հասկացեք, սրա կարիքը կա, որ ես լսում եմ։ Ձեր էներգիայի հանդեպ, ձեր էներգիան վերարժևորեք այսօր։ Հիմա չէ, մենք այսօր պրակտիկան կանենք, ես պրակտիկան
կանցկացնենք, պրակտիկայից հետո ձեզ կասեմ ինչ արեք։ Նստեք ու ինտեգրեք ձեր վերարժևորեք ձեր էներգիան, վերարժևորեք ձեր ուշադրությունը, ձեր հայացքը, ձեր ինչի եք տալիս ձեր էներգիա։ Հին ընտրությունների հանդեպ կարեկցանք։ Ինչ ընտրություններ եմ արել, որոնց շուրջ դեռ հարցեր կամ ծանրություն կա։ Տեսանք դուք հետո լավ աշխատանք է չէ լինելու, համ պետք է նորից լսեք, համ որ կարողանաք գրեք։ Կարող եմ տեսնել իմ ներսի որ մասը անում այդ ընտրությունը։ Այսինքն որ մասն էր ձեր ներսի անում այդ ընտրությունը, կլինի դա ձեր փոքրիկ ներսի երեխան, վախեցած ձեր կողմը, թե աշխարհից լքված, թե սիրով լցված։ Ուզում եմ որ դուք դիտարկեք, ուզում եմ դուք ինքնադիտարկման աշխատանք կատարեք։ Ու հետո երրորդ հարցը, այդ մասը ինչ էր փորձում անել ինձ համար։ Ուզում եմ պատասխանեք։ Պատասխանեք գիտեք որտեղից։ Չգիտեմից։ Մի փորձեք հնարել ու հորինել պատասխաններ, որը որ չգիտեք, չգիտեք։ Գրեք չգիտեմ։ Ու տեսեք այդ չգիտեմից հետո ինչ է գալիս։ Նկարների տեսքով, պատմությունների, անցյալից ինչ որ հիշողություններ, ինչ որ մարմնում ինչ որ սարսուռ, ինչ որ դող։ Էդ էլ է մարմնի կապը։ Իմ իսկական էության վերադարձը։ Սրանք ես տալիս եմ, դուք հետո կհասկանաք ինչի համար է։ Ինչպիսին է զգացվում իմ իսկական եսը, ինչ ձայն ունի։ Ինչպիսին է զգացվում իմ իսկական եսը, ինչ ձայն ունի։ Իմիջիայից ասեմ, մենք ունենալու ենք ձայնի հետ կապված պրակտիկ վարժանքներ, աշխատանք։ Ես կասեմ երբ ենք դա անելու։ Այդ օրը պետքա տնեցիկին ասեք, որ չվախենա, կատակ եմ անում։ Չէ, ուղղակի թույլ տաք, որ ձեր իսկական ձայնը դուրս գա։ Իմ կյանքի որ պահերն եմ ինձ ամենաշատը իսկական կենդանի ներդաշնակ զգացել։ Էս էլ հարց ձեր համար, որ գրեք։ Պարտադիր չի, ասում եմ ամեն հարցի վրա ծախսեք 1 րոպե ժամանակ, որ չնստեք շարադրեք արդեն, որ ճիշտ չգրեք, հասկանում եք ինչ եմ ասում, որ չնստեք ու որոշեք, որ ես պետքա ճիշտ պատասխանեմ այս հարցին։ Ես ուզում եմ ճիշտ չէ, ուզում եմ ճշմարիտ, ձեր ամբողջ էությամբ ճշմարիտ։ Երրորդ հարցը. ինչ ճշմարտություններ են միշտ եղել իմ ներսում, նույնիսկ երբ լրացված եմ ես եղել։ Ինչ ձեր ներսի, ինչ գիտակցություն ունեք, հեսա ասեմ այդ օրինակով։ Երբ որ էլի ինչ որ մարդկանց հետ եք, ինչ որ մարդկանց շրջապատում եք, կլինի դա ընկերներ, կլինի դա ինչ հարազատներ, որտեղ որ ուզում լինի, ու չէ որ ասենք նստում եք ինչ որ թեմայից են խոսում մարդիկ։ Ու այդ ժամանակ ուզում եմ դուք դիտարկեք ու հիշեք, թե իրանք ինչից են խոսում, ու ձեր ներսի ձայնը ինքը ինչի հետ համաձայն չի։ Ու դուք չեք բարձրաձայնում դրա մասին, բայց դա իրանց համար չի, որ դուք իրանց խելք սովորացնեք կամ ինչ-որ կյանքի ուղղություն տաք։ Դա իրանց կյանքի փորձ ունեն։ Թույլ տվեք, թող մարդիկ իրանք փորձ ունենան, իրանց չգողանաք ոչ մեկի փորձը։ Ինձ հետ նոր հարաբերության ընտրություն։ Ինչ եմ պատրաստ հիմա թողնելու իմ ներսից, պատասխանում եք։ Ինչ որակի հարաբերություն եմ ուզում ստեղծել իմ ներսի հետ, ձեր ներսի աշխարհի հետ, ամբողջ ձեր ներսի երեխայի, ձեր ներսի ձայնի, ձեր ներսի մերժումների, որոշումների, ցանկությունների։ Երրորդ, ինչպես է զգացվում ասելը, ես ընտրում եմ վստահել իմ իսկական էությանը։ Ինչպես է զգացվում ասելը, ես ընտրում եմ վստահել իմ իսկական էությանը։ Այդ դրանել եք պատասխանում։ Հինգերորդն գնանք։ Ներկայության մեջ հիմնվելը, ինչն է ինձ օգնում մնալ կապի մեջ իմ հանդարտ դիտող ներկայի հետ։ Դա է ձեզ համար հարց։ Ինչ գործիքներ, տարածքներ կամ մարդիկ են ինձ վերադարձնում դեպի ինքս ինձ։ Էսի ներքին աշխատանք հա, նորից պատասխանում եք գրավոր տեսքով։ Ինչ է նշանակում ինձ համար ապրել ներկայությամբ, ոչ թե ապացուցմամբ։ Ինչ կլինի, երբ որ դուք թույլ տաք ձեզ ուղղակի լինել առանց ապացուցելու ուրիշներին չէ, ինքներդ ձեզ։ Մենք շատ մեր ներսում ունենք ձայն, որ ինքը անընդհատ ուզում է ապացուցի, ինքը անընդհատ ուզում է ինքներդ ձեզ, ոնց որ գիտեք ինչ եք անում, ձեր ուժն եք ստուգում։ Անընդհատ ուզում եք հասկանաք դուք կենդանի եք, մենք այտենց հասկանում ենք, մենք այս աշխարհում կանք դեռ թե չկանք։ Բայց
Ինչ վերաբերվում է մեր պրակտիկայի երկրորդ մասի հետ կապված։ Ուրեմն ինչ ալի է եղել աշխարհում։ Երեխան ծնվում է ու առաջի բանը, որ համակարգը ինչ անում, երեխային տալիս է ծննդական վկայական։ Այսինքն աշխարհում ոչ մեկ չի տեսնում, որ երեխան ծնվել է, պետք է պետության կողմից ինչ որ թուղթ լինի, որ այս երեխան ծնվել է, այսինքն հաստատում, պետք է լինի կնիկ, ստորագրություն, ինչ որ թիվ, սերիա են, չէ՞ ասում, ինչ որ թիվ պետք է լինի, որ այս երեխան ծնվել է։ Չէ՞ որ մենք ամեն ինչին ունենք, մենք այդ պասպորտ ունենք, չէ՞, մենք հաստատող անձնագրի այդ թվերը կա, սոցիալական քարտի թվերն ու այդ հաստատումը եւ այլ եւ այլ։ Համակարգը ինչ է անում, այդ թվերի միջոցով ինքը գողանում է ձեր էներգիան, գողանում է ձեր պատասխանատվությունը, ձեր կյանքի կենսական էներգիան է վերցնում ու գողանում է, այո, որովհետեւ երբ որ արարիչը ստեղծվում է մարդուն, արարիչը հստակ գիտի, որ ինքը ստեղծում է կենդանի ողջ մարդ։ Այսօր ինչ ենք անելու, ջնջելու ենք, հետ ենք վերադարձնելու նաև այդ բոլոր վայրերից ձեր էներգիան ամբողջական։ Ու ինչի համար եմ սա ասում։ Եթե նկատել եք, կյանքում ապրում եք ու ունեք նպատակներ, ինչ որ կլինի դա կարճաժամկետ, կլինի երկարաժամկետ, ու ինչա տևում, ձեզ թվում է, որ չի ստացվում այդ։ Դուք նաև երբ որ ձեր հետ անկեղծ եք լինում, ամենայն ճշմարտությամբ, ինչա տեղի ունենում։ Դուք մեկ էլ նկատում եք, որ ինչ որ անում եք, որ պետք է հարցնեք, չի լինում։ Ինչի, որովհետև ձեր էներգիան գողացվում է։ Ձեր էներգիան գողացվում է գիտակցական թե անգիտակցական, բանավոր թե ստորագրություններով։ Նաև մաքրել ենք բոլոր ձեր արած ստորագրություններից, հետ ենք վերադարձնելու բոլոր ձեր էներգիաները։ Հետ ենք վերադարձնելու այն բանավոր համաձայնությունները, երթումները։ Կլինի դա մտքում, կլինի դա, չէ՞ որ մենք օրինակ ովքեր որ ծառայել են, մենք բանակում ենք տալիս, չէ՞, երթում։ Այդտեղ ենք մենք մեր էներգիան տալիս։ Այս ինչ խոսում եմ, սա էներգիաների մասին է։ Ու դուք այսօր պրակտիկայից հետո կհասկանաք, թե ինչքան զորեղ եք դառնում, թե ինչքան է ձեր ձայնը դառնում ձերը, թե ինչքան եք դուք խոսում ձեր ճշմարտությունից, որովհետև ճշմարտությունն ու ճշմարիտ լինելը ձեր ինքները ձեր հետ, դա միակ այն շունչն է, որի կարիքը դուք ունեք իրականում։ Երբ որ սկզբում ասում էի, չէ՞, կա ձեր կյանքի հանդեպ ոչ թե ցավն է ձեզ խնդիրը, այլ դուք ցավի հանդեպ եք անդադ դիմադրության ու պայքարի մեջ։ Ու այդ դիմադրության ու պայքարը ձեզ ստեղծում է էներգետիկ մի հատ բանտ ձեր շուրջը։ Ու այդ էներգետիկ բանտն էլ չի թողում, որ դուք գնաք ձեր ամենալավագույն ստեղծագործ կյանքի ընթացքին։ Շատ մարդիկ մնում են օրենքի կողմից ճնշումների տակ, պարտքերի, ֆինանսական ինչ-որ խնդիրների մեջ անընդհատ, որովհետև չեն գործում իրենց ճշմարտությունից։ Ճշմարտությունն էլ գիտեք որն է, որ անդադ այդ ձայն կա, չէ՞, ներսում ասում է ես արժանի չեմ այս իրականությունը, ես ավելի լավին եմ արժանի, ես պետքա սենց չլինի։ Նամանավանդ տղաների մոտ, տղաները գիտեք ոնց է, տղաներ, տղամարդիկ, իրանք շատ պատասխանատվություն են վերցնում իրենց ծնողների համար։ Իրանց կլինի դա ցեղը, տոհմը, ուզում են որ վերափոխեն, ու դա լրիվ անկեղծ ու մաքուր ցանկություն է։ Բայց երբ որ անհատը ինքը դեռ իր հետ ճշմարիտ չի, ինքը իր ներսում չի հոսում այդ էներգիաները, դա չի տեղի ունենում։ Ինչի, որովհետև տեղի անում, նորից եմ ասում, այն էներգետիկ բանտը, որ կառուցվում է ցավից փախուստի համար, դիմադրողականության ուժով։ Ու ինչա տեղի ունենում դիմադրությունից։ Դիմադրությունը ձեզ անդադ բերում է պայքար ինքներդ ձեր ճշմարտությունից փախնելու համար։ Բայց երբ որ ձեր ձեռքը դնեք այն մասերին, որտեղ որ ցավում է, ենթադրենք կոկորդը ձեր փորը, ու մի փոքր ձեզ բերեք ներկա, շնչեք, ու թույլ տաք, որ ձեր ներսում խոսի այդ ձայնը, կտեսնեք, թե ինչ կուտակված էներգիա կա այդտեղ սառած։ Իրական գիտեք ինչ ասում է ցավը։ Ինքը ասում է, որ ես դարպաս եմ դեպի քո ներքին ուժ։ Քո ներքին ուժ, այնտեղ որտեղ դու քեզ մերժում ես, այնտեղ որ դու քեզ չես տեսնում, այնտեղ որտեղ դու ունես այդ ապրելու վախը, ապրելու կյանքի հանդեպ այդ վախը։ Դրա համար բուժիչ էներգիան գիտեք որն է, ճշմարտությունը։ Ճշմարտությունը եւ ապահովության զգացումը այսօր ինտեգրել ենք պրակտիկայի ժամանակ, միասին ենք անելու, ես նենց կանեմ, որ ձեր գիտակցությունը ուզում արդյուն մնա ամբողջ պրակտիկայի ընթացքում, որ չփախնի։ Ինչ եմ ուզում էլ փոխանցեմ, մինչև պրակտիկայի սկսելը, փաստաթղթերի հետ ասեցի կապված։ Բոլոր տեսակի, հիմա արդեն սկսեք հիշել, ինչ փաստաթղթեր եք տեսել, թե պատկերային, թե ստորագրած, թե կնիկված, թե
ուզեցել եք ունենաք, չէ, որ մենք մեզ շատ ցանկալի է, չէ, որ անձնագիր ունենանք, որ կարողանանք երկրից դուրս գնանք, ինչ որ այդպես օրենքների մեջ են մեզ պահում։ Բայց արարիչը, որ աշխարհը ստեղծել է, ինքը ստեղծել է ամբողջական, ինքը չի ասել, գիտեք ինչ կա, անձնագիր է պետք ձեզ, որ դուք հաստատեք, որ դուք տղամարդ եք։ Ինչի համար, ասենք մարդը ուզում եք ասեք, ինքը չգիտի, որ ինքը տղամարդ է։ Կինն էլ ինքը չգիտի, որ ինքը կին է։ Այսինքն ծնողները, որ երեխան ծնվում է, իրանք չեն տեսնում։ Չէ, դրա համար հաստատում է պետք, դրա համար այդ թիվն է պետք, A0 եսի ինչ բանն է, չէ, անձնագրի տվյալների բանն է, թվերն է, հասցեներն է։ Իսկ գիտեք ինչերն ունեն անձնագրային այդպես թվեր, իրերն ունեն այդպես հասցեներ։ Ձեր առած ծառնարանը, ֆենը, տարբեր տեսակի այս կոմպյուտերը, որով ես խոսում եմ, իրանք ունեն այդ սերիալ համարները, չէ։ Բա մի քիչ որ ուրիշ աչքերով նայեք, իսկ հիմա ժամանակն է եկել, որ մենք բոլոր այդ համակարգի ծառայողներին մենք հիմա իրանց հիշում եք զանգը, ես դες իմ զանգը ցույց չեմ տվել, չէ՞, այս իմ հետաքրքիր զանգը, այս զանգի միջոցով այս բոլոր այդ համակարգերին կլինի դա կառավարման համակարգեր, կլինի կրթական, կլինի բժշկական, կլինի դա տեղահաբերի ինչ որ բաներ, իրանց բոլոր տերերին ու իրանց բոլոր էներգետիկ այդ ովքեր որ նստած իրանք քաշվում են, այս զանգով ես իրանց հիմա ուղարկում եմ, որ մենք տեսնում ենք ձեզ, մենք ասելով իմ նման այն մարդիկ, ովքեր որ կանգնած են հիմա շատ ամուր հենց հողի վրա, երկրի վրա ու հետ են վերադարձնում այն էներգիան, որը որ երկար տարիներ, դարեր, հազարամյակներ այդ գիտակցության շերտը փակել են իրանք, վերցրել են այդ էներգիան ու իրանք օգտագործել են իրանց քմահաճույքի համար։ Դրա համար հիմա ժամանակն է, այս զանգը ես պատահական չեմ տալիս այս զանգը։ Այս զանգը ինձ տրվել է, շատ հզոր մարդու կողմից է ինձ տրվել, փոխանցվել է, ավելի ասեմ, այդ մարդը հիմա ֆիզիկական դաշտում չի, բայց այս զանգը հիշեցնում է իրանց, հիշեցնում է այն էակներին, ովքեր որ ուզում են կենթանի մարդկանց կյանքը կենսական էներգիայով իրանք սնվեն։ Գիտեք ինչի, որովհետև իրանք չունեն հոգի, չունեն այդ հոգու զարգացումը։ Դրա համար ուզում եմ, որ ավելի ձեր ներսի ուժը արթնացրեք, ուզում եմ, որ սկսեք ձեզ սիրել, ուզում եմ, որ ճառագայթեք ձեր ամբողջ ուժով։ Այն ձեր ներսի են հզոր էակը, որ ձեզ երեխա ժամանակվանից ուղղորդում է, ուզում եմ, որ իրան հիմա ժամանակն է, թույլ տաք, որ ինքը գա առաջին պլան ձեր կյանքում, որ գա ու ձեզ ուղղորդի, ձեզանից անկախ չէ, դա հենց դուք եք, ուղղակի այդ ներսի կեղծ ձայները ձեզ անդադ շեղում է, անդադ ձեր ուշադրությունը շեղում, անդադ կասկածի տակ է դնում ձեր լինելիությունը, իրական ճշմարտությունը։ Դրա համար այսօր աշխատանք ենք կատարելու վերադարձնելու այդ ամենը։ Ժամանակն է ու հիմա է ժամանակը։ Մայիս ամսվա հետ կապված ես ասացի ամսի 5-ին ենք անցել շատ ուժեղ պորտալի միջով, արթնացման, էներգետիկ, այսինքն ինչ է նշանակում պորտալ, բացվում է այն էներգիան, էներգետիկ դաշտը, որ ինչքան որ ամեն հոգի, ամեն անձ, ով տեղյակ է իհարկե ամեն ինչից, ովքեր տեղյակ չեն, ասում եմ, այնտեղ իրանց մոտ միշտ փարթի է որ նայեք, բայց այդպես չի։ Իրանք ուղղակի ձևացնելու փարթի են շատ լավ խաղում։ Հավաքվում են ու որ ամեն ինչ եւ այլ, բայց իրանք ներսում տանջված ու մերժված են, ագրեսիվ են շատ, ագրեսիվ են ուրիշների հանդեպ չէ, իրանք իրանց հանդեպ են ագրեսիվ լցված, ագրեսիայով լցված, կտեսնեք դուք, սկսեք ձեր ներսի աչքերով նայել իրականությանը, բայց ամեն ինչ պետք չի սկանավորեք, պետք չի ձեր աչքերը ցավացնեք դրա համար, դուք ընդունեք ձեր ներսի ապահովությունը։ Զգում եք, չէ՞, էներգիան, որ ուսմա դուրս գա։ Okay, հիմա հարմար տեղավորվում ենք։